Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը եւ Իրանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները շարունակում են մնալ միջազգային լրահոսի կենտրոնում։ Պատերազմի ընթացքը Իրանի ղեկավարության դեմ իրականացված հարվածները, տարածաշրջանային ուժերի դիրքորոշումները եւ հնարավոր դիվանագիտական լուծումների հեռանկարները լայն քննարկումների առիթ են դարձել։ Ստեղծված իրավիճակի, Իրանի ռազմավարության եւ տարածաշրջանային հնարավոր հետևանքների մասին կզրուցենք Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Պարոն դեսպան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ուրախ եմ, որ այսօր ձեր եւ ձեր հեռուստադիտողների հետ եմ։ Նախ անդրադառնանք իրավիճակին, ինչպես է պաշտոնական Թեհրանը գնահատում ներկայիս դրությունը։ Սա պատերազմ չէ, որը մենք ենք սկսել, այլ պատերազմ է, որը պարտադրվել է մեզ։ Չնայած այն իրողությանը, որ բանակցություններն ու դիվանագիտական գործընթացը շարունակվում էին, Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Իսրայելի ռեժիմը հանկարծակի հարձակում սկսեցին Իրանի դեմ, եւ Միացյալ Նահանգների կառավարությունը կրկին դավաճանեց դիվանագիտության սկզբունքներին։ Դա նրանց ընտրությունն էր։ Սա մի պատերազմ է, որը նրանք իրենց կամքով ընտրեցին։ Բնականաբար միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ազգային սովորութային իրավունքի եւ մարդկության արժանապատվության իրավունքների համաձայն մենք ինքներս մեզ պաշտպանելուց զատ այլ բան անել չէինք կարող։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ներկայություն ունի այս տարածաշրջանում։ Այն բազմաթիվ ռազմաբազաներ է ունեցել մեր շուրջը եւ այդ բազաները օգտագործել ու օգտագործում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Բնականաբար այդ բազաները, ինչպես մենք նախկինում էլ հայտարարել էինք, դարձել են Իրանի Իսլամական Հանրապետության օրինական թիրախներ մեր երկրի տարածքի դեմ Միացյալ Նահանգների հարձակումները կանխելու ճանապարհին։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն, որ Իսրայելի ռեժիմը նույնպես Միացյալ Նահանգների հետ միասին մեզ պարտադրել է այս պատերազմը, բնականաբար օկուպացված տարածքները եւս այս ագրեսիվ պատերազմի ընթացքում դարձել են մեր օրինական թիրախները։ Ուստի մենք ամբողջ ուժով, վճռականությամբ եւ ամուր ոգով պաշտպանում ենք ինքներս մեզ, քանի դեռ ագրեսիան շարունակվում է, Իրանի ժողովուրդը եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պաշտպանելու են իրենց երկիրը։ Սա հազարամյակների պատմություն ունեցող մեծ իրանական քաղաքակրթության ավանդույթներից մեկն է։ Իրանի պատմության ընթացքում մեր երկիրը բազմիցս ենթարկվել է հարձակումների, եւ մեր ժողովուրդը միշտ արժանապատիվ ու անձնազոհ կերպով դիմադրել է ագրեսորներին։ Հենց սա էլ այսօր տեղի է ունենում։ Պարոն դեսպան, որն է Իրանի գնահատմամբ այս պատերազմի իրական նպատակը եւ արդյոք այս սցենարը կանխատեսելի էր ձեզ համար, հաշվի առնելով, որ ակտիվ բանակցություններ էին ընթանում եւ հատկապես, որ այդ բանակցությունների ընթացքի մասին կարծես թե ինչ-որ թեկուզ թույլ, բայց լավատեսական տրամադրվածություն կար եւ գնահատականներ կային։ Մենք բանակցությունները սկսել էինք շատ լուրջ ու անկեղծ տրամադրվածությամբ եւ նույն լրջությամբ էլ շարունակեցինք դրանք։ Ժնևում տեղի ունեցած վերջին փուլում իրանական կողմը սկզբունքային եւ համապարփակ համաձայնությանը մոտենալու եւ այդ համաձայնության հիմքերը դնելու նպատակով ներկայացրել էր շատ գործնական եւ գրավիչ առաջարկությունների փաթեթ։ Եթե ուսումնասիրեք բանակցություններից հետո ամերիկյան կողմի հայտարարությունները, ապա կտեսնեք, որ նրանք նույնպես նշել էին, բանակցությունները լավ ուղղությամբ էին ընթանում։ Սակայն պարոն Թրամփը ցավոք ներգրավվեց այս ագրեսիվ պատերազմում իր շրջապատում գտնվող պատերազմի մոլուցք ունեցող որոշ անձանց, այդ թվում Նեթանյահուի ազդեցությամբ, որը մշտապես փորձում է սադրել հակամարտություններ եւ ծախսեր ստեղծել, ծախսեր, որոնք վճարվում են ամերիկյան ժողովրդի գրպանից, սակայն ծառայում են սիոնիստական ռեժիմի շահերին։ Ինչպես արդեն նշեցի, եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները չի կարող դիտվել որպես վստահելի կողմ։ Մինչ դիվանագիտական գործընթացը բնական հունով շարունակվում էր, նրանք հանկարծակի հարձակվեցին Իրանի վրա։ Իհարկե, հաշվի առնելով 12-օրյա պատերազմի մեր փորձը, մենք չէինք բացառել դեպքերի նման զարգացման հավանականությունը։ Այդ պատճառով մեր զինված ուժերը լիովին պատրաստ էին։ Մենք նաև նախազգուշացրել էինք, որ ցանկացած տարածք կամ երկիր, որի հնարավորություններից Միացյալ Նահանգները կօգտվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակում իրականացնելու համար, կդառնա օրինական թիրախ մեզ համար։ Չնայած այն հանգամանքին, որ մեր զինված ուժերը լիարժեք պատրաստվածության էին բերվել, մենք հավատարիմ մնացինք իրական եւ ազնիվ բանակցությունների սկզբունքներին։ Նրանք էին, որ դավաճանեցին այդ սկզբունքներին եւ դժբախտաբար սկսեցին այս ագրեսիվ պատերազմը։ Պարոն դեսպան, նաև Հայաստանում ըստ էության հասարակության շրջանում էլ կար այսպիսի զարմանք, թե ինչպես է պատերազմի հենց
առաջին օրը սպանվում Իրանի հոգևոր առաջնորդը, հատկապես եթե այս սցենարը կանխատեսելի էր ձեզ համար։ Այս հարցերն ավելի շատացան, երբ հրապարակվեց այն սենյակի լուսանկարները, որտեղ որ դեպքը տեղի էր ունեցել, որտեղ շատերի պատկերացմամբ պետք է Իրանի հոգևոր առաջնորդը, ըստ էության առաջին դեմքը գտնվեր օրինակ շատ փակ բունկերում։ Ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության մասին ստեղծված շատ այլ կեղծ տեղեկություններ կամ թյուրըմբռնումներ նույնպես բազմաթիվ ասեկոսեներ էին տարածել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդը ասպարեզում չէ, որ նա թաքնվում է բունկերներում եւ թաքստոցներում։ Սրանք ամոթալի ստեր են, որոնք նրանք միշտ տարածել են, հիմնվելով Իրանի դեմ կազմակերպված տեղեկատվական պատերազմի կամ ապատեղեկատվական արշավի վրա։ Մեր առաջնորդը նահատակվեց իր գրասենյակում, երբ պատրաստվում էր հանդիպում անցկացնել հրամանատարների եւ երկրի որոշ որոշում կայացնողների հետ։ Սա նույն ապատեղեկատվական արշավի մի մասն է։ Նա իր աշխատասենյակում խիզախաբար նահատակվեց։ Այսօր հայտնի դարձավ, որ Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի հոգևոր նոր առաջնորդ։ Ձեզ հայտնի է, թե ինչ հիմնական գործոններ են հաշվի առնվել նոր առաջնորդի ընտրության ժամանակ։ Համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության փորձագետների ժողովը, որը կազմված է 88 ֆակիհներից, իսլամական իրավագետներից, այն պարտավոր է ընտրել նոր առաջնորդ։ Այաթոլլա Խամենեիի նահատակությունից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը շատ կրիտիկական էր, պայմանները պատերազմական, իսկ անվտանգության իրավիճակը անընդունելի, փորձագետների ժողովի անդամները քննարկեցին, ուսումնասիրեցին իրենց դիտարկած թեկնածուներին, վերջապես տարբեր պայմանների հիման վրա ընտրեցին նորին գերազանցություն Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին։ Պայմանները, որոնք առաջադրվում են, նախ եւ առաջ այն է, որ անձը պետք է լինի մոջթահիդ եւ ֆակիհ։ Երկրորդ, նա պետք է ունենա քաղաքական աշխատանքի փորձ, ունենա քաջություն եւ կառավարման կարողություն, որպեսզի կարողանա իրականացնել այդ գործը, այսինքն մեր երկրի առաջնորդության մեծ պատասխանատվությունը, քանի որ դա եւ կրոնական առաջնորդության եւ քաղաքական առաջնորդության չափանիշ է, երկուսն էլ միաժամանակ համադրվում են միմյանց հետ։ Այն փաստը, որ չնայած առաջնորդն ընտրվեց պատերազմական եւ թշնամու կողմից սպառնացող այս դժվարին պայմաններում, ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինստիտուցիոնալացված համակարգ է, այն պահպանել է իր կազմակերպչական ամրությունը եւ կարող է իրականացնել իր ինստիտուցիոնալ եւ իրավական մեխանիզմները նույնիսկ ամենավատ եւ ամենադժվարին հանգամանքներում եւ ընտրել նոր առաջնորդի։ Երեք կեսգիշերին մենք ողջունեցինք մեր նոր առաջնորդին, Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդին, եւ Իրանի ողջ ժողովուրդը ուրախ էր այս ընտրությունից, եւ մենք բոլորս պատրաստ ենք լսել նրա հրահանգները երկրի առաջնորդության գործում։ Ինչ արտաքին քաղաքական ուղղություն կարելի է սպասել նոր առաջնորդի օրոք։ Կարող են արդյոք փոփոխություններ լինել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Ինչպես նշեցի, Իրանի Իսլամական Հանրապետության մակրոքաղաքականության շրջանակները ներկայիս պատերազմի վերաբերյալ կայուն են։ Մեր դեմ սկսվել է ագրեսիվ պատերազմ, որը մենք չենք ընտրել։ Միացյալ Նահանգները, որը գտնվում է 7000 մղոն հեռավորության վրա եւ մուտք է գործել այս տարածաշրջան, օգտագործում է տարածաշրջանի որոշ երկրների տարբեր հնարավորությունները՝ հետախուզական գործողությունների, ռադարային գործողությունների, պաշտպանական գործողությունների, հարձակողական գործողությունների եւ այս ամենի իրականացման նպատակներով։ Բնականաբար, երբ այն օգտագործում է այդ բազաները, ինչպես արդեն ասել էինք, մենք թիրախավորում ենք այդ բազաները, որպեսզի կարողանանք պաշտպանվել։ Մենք նաև հայտարարել ենք, որ չենք հարձակվում մեր հարևան երկրների վրա։ Նրանք մեր բարեկամներն են, նրանք մեր եղբայրներն են։ Մենք հարձակվում ենք ամերիկյան իրավասության ներքո գտնվող ամերիկյան բազաների վրա, տարածքային պաշտպանության շրջանակներում։ Հետևաբար, Իրանի արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքներն ու շրջանակը, որը ներկայումս առաջնահերթություն է տալիս մեր հողերի պահպանմանը եւ մեր ինքնիշխանության ու հայրենիքի լիակատար պաշտպանությանը, կպահպանվի եւ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին նույնպես կշարունակի նույն ուղին։ Մենք որևէ խնդիր չունենք տարածաշրջանի երկրների հետ եւ բարեկամության ձեռք ենք մեկնում նրանց։ Այս երկրների հողից Իրանի վրա հարձակվելով Ամերիկան խաթարեց նրանց անվտանգությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մերժում եք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը, ընդգծելով, որ պետք է լինի հակամարտության մշտական ավարտ։ Ինչ է սա նշանակում եւ որն է Իրանի համար մշտական ավարտը։ Արդյոք Իրանը պատրաստ է երկարաժամկետ պատերազմի։
Սա հիմնված է նախորդ փորձի վրա 12-օրյա պատերազմում, երբ նրանք մտածում էին, որ մեր ռազմական հրամանատարներին թիրախավորելու դեպքում մեր համակարգը կփլուզվի, ապա մեծ զարմանքով նկատեցին, որ այն դեպքում, երբ մեր գլխավոր հրամանատարները նահատակվել էին, երկիրը ամուր կանգնեց եւ հարձակումներ կատարեց օկուպացված տարածքներում, ընդդեմ Ղուդսը բռնազավթված ռեժիմի եւ ամենայն հաստատակամությամբ պաշտպանեց իրեն։ Պատերազմի երկրորդ օրը պարոն Թրամփի հնչեցրած անվերապահ հանձնվելու կարգախոսը մի քանի օր անց վերածվեց անվերապահ հրադադարի։ Նրանք դիմեցին հրադադար հաստատելու համար, քանի որ Իսրայելի ռեժիմը ծանր հարվածներ էր կրում եւ զարմացած էին Իրանի ուժից։ Նրանք դիմեցին հրադադար հաստատելու եւ Իրանը բարի կամք դրսեւորեց եւ ընդունեց այն։ Փորձը ցույց տվեց, որ փխրուն հրադադարը չի կարող աշխատել, քանի որ թշնամին կարող է ամեն պահի եւ ամեն անգամ շարունակի իր ագրեսիան։ Ուստի այժմ մեր դիրքորոշումն այն է, որ մենք եւս մեկ անգամ ագրեսիայի ենթարկվեցինք։ Եթե պետք է հրադադար հաստատվի, նախ պետք է դադարեցվի ագրեսիան, այսինքն պետք է դադարեցվեն Իրանի վրա սիոնիստական ռեժիմի եւ Ամերիկայի ագրեսիան, եւ երկրորդը հրադադարի համար պետք է սահմանվի հստակ օրինական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմ, եւ առավել նախընտրելի է Միավորված ազգերի կազմակերպության եւ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի շրջանակներում։ Եթե պետք է հրադադար հաստատվի, նախ պետք է դադարեցվի ագրեսիան, այսինքն պետք է դադարեցվեն Իրանի վրա սիոնիստական ռեժիմի եւ Ամերիկայի ագրեսիան, եւ երկրորդը հրադադարի համար պետք է սահմանվի հստակ օրինական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմ, եւ առավել նախընտրելի է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի շրջանակներում, որը կվերածվի գրավոր փաստաթղթի եւ որոշվի ագրեսորը, այսինքն միջազգային հանրությունը պետք է ընդունի, թե ով է եղել ագրեսորը եւ դատապարտվի ագրեսորը։ Պետք է հստակեցվի նաեւ այն փոխհատուցումների եւ վնասների հարցը, որոնք ագրեսորները հասցրել են Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ եթե պետք է լինի հրադադար կամ խաղաղություն, ապա այն պետք է վերածվի վստահելի միջազգային փաստաթղթի, որպեսզի նրանք այլևս չկարողանան, երբ ցանկանան կրկնել իրենց թշնամական եւ ագրեսիվ գործողությունները։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, եւ քանի որ կրկին հաղորդագրություններ են ստացվել հրադադարի վերաբերյալ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ասում է, որ չի կարող վստահել։ Դուք խոսում եք հրադադարի մասին, որովհետեւ ճնշման տակ եք հայտնվել, որովհետեւ չեք հասել այն նպատակներին, որոնց կարծում եք կհասնեք, սպանելով Իրանի առաջնորդին եւ մեր ռազմական հրամանատարներին, եւ զարմացած եք Իրանի Իսլամական Հանրապետության կրակային հզորությունից։ Պարսից ծոցում գտնվող ձեր ավիաբազաներում ձեր կապիտալից մի քանի տրիլիոն դոլարներ ոչնչացվել են։ Շատ զոհեր ու վիրավորներ ունեք եւ հիմա եկել եք խոսելու հրադադարի մասին։ Մինչդեռ ոչ մի վստահություն չկա ձեր եւ ձեր հրադադարի նկատմամբ։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ընդհանուր շրջանակն է, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, Իրանը պատրաստ է այս հարձակման դեմ պաշտպանել ինքն իրեն։ Մենք ժամանակային առումով սահմանափակում չունենք։ Պարոն դեսպան, գալով նաև ըստ էության հարավային Կովկասին, Նախիջևանի օդանավականի վրա անօդաչուի այսպես հարվածը բավականին սրեց Իրանի եւ Ադրբեջանի միջև խոսույթը ըստ փորձագետների, ըստ վերլուծաբանների։ Անկամ Իրանի պաշտոնական դիրքորոշումից հետո նույնիսկ միջազգային մամուլում դա գնահատվեց որպես ուղերձ Բաքվին, հաշվի առնելով նրանց հարաբերությունները Իսրայելի հետ։ Ադրբեջանից այս փուլում Իրանը վտանգներ տեսնում է։ بذارید من راحت به شما بگم Թույլ տվեք անկեղծորեն ասեմ ձեզ, Իրանը գաղտագողի կերպով չի հարվածում ինչ-որ տեղերի։ Մենք ամբողջ ուժով կանգնած ենք աշխարհի պատմության մեջ ամենամեծ ռազմական ուժի՝ Միացյալ Նահանգների դեմ։ Մենք հարվածել ենք նրա բոլոր բազաներին, Պարսից ծոցում եւ շարունակում ենք հարվածել եւ պաշտպանել մեզ։ Մենք ամուր կանգնած ենք Իսրայելի դեմ, որն ունի աշխարհի ամենազարգացած ռազմական համակարգերից մեկը։ Մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ճշգրիտ են, դրանք ճշգրտորեն բախվում են թիրախներին։ Ոչ մի պատճառ չկա, որ մենք Ադրբեջանի վերաբերյալ ուզենանք անօդաչու թռչող սարքով հարվածենք, որը հարվածի Նախիջևանի օդանավակայանի անապատային հատվածին։ Եթե մեր որոշումը լիներ Ադրբեջանի Հանրապետությանը հարվածելը, ինչպես որ հարվածեցինք որոշ ամերիկյան բազաներին եւ Իսրայելին, բնականաբար ճշգրիտ կհարվածեինք թիրախին։ Հետևաբար այս միջադեպը կասկածելի էր, լիովին կասկածելի։ Ադրբեջանի Հանրապետության արձագանքը անհամաչափ եւ անբայրացկամ էր։ Նրանց արձագանքները պատճառ հանդիսացան, որ մեր ռազմական հրամանատարությունը զգուշացնի Ադրբեջանի Հանրապետությանը, որ այս գործընթացները սկսելու փոխարեն զգույշ լինի, որ նրանց տարածքից Իսրայելի ռեժիմը չհարձակվի Իրանի Իսլամական Հանրապետության վրա, քանի որ եթե հարձակում լինի, մենք կարձագանքենք առանց վարանելու եւ լիակատար վճռականությամբ։
Նրանց բարձրացրած աղմուկ աղաղակը միանգամայն անհիմն էր եւ սին։ Կարծում եմ հենց իրենք էլ նկատեցին, որ այս արձագանքները տեղին չեն եւ որոշ չափով շտկում այն։ Իսրայելն անվտանգային ներկայություն ունի Ադրբեջանի Հանրապետությունում։ Մենք դա գիտենք, բայց ինչպես մենք զգուշացրել էինք տարածաշրջանի, մասնավորապես Պարսից ծոցի բոլոր երկրներին, որ այս պատերազմում Միացյալ Նահանգներն ու սիոնիստական ռեժիմը չպետք է օգտագործեն այդ երկրների կարողությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, նույնը վերաբերում է նաև մնացածին։ Հետևաբար անօդաչու թռչող սարքերի հարցը սին ու անհիմն հարց էր, եւ մենք սիրում ենք Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենալ կատարյալ բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ, եւ ներկայումս լարվածության համար որևէ պատճառ չեմ տեսնում։ دلیلی برای تنش نمی‌بینیم در حال حاضر. Իրանում տեղի ունեցող այս պատերազմը ինչպես կարող է ազդել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա, ակտիվորեն կառուցվում էր հյուսիս-հարավ ճանապարհը եւ այդ ճանապարհատվածի մի շատ կարեւոր ռազմավարական հատված հենց իրանցի գործընկերներն էին կառուցում։ Սրանց վրա որևէ ազդեցություն այս պահին կա եւ կան ռիսկեր, որ կունենան։ اولا که اجازه بدید من از همدلی و همراهی Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում ցուցաբերած զորակցության ու աջակցության համար։ Մենք ստացանք բազմաթիվ ուղերձներ, ականատես եղանք սփոփանքի, աջակցության եւ ցավակցական խոսքերի։ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց, որոնք ծաղիկներով եւ խաղալիքներով եկել էին հարգանքի տուրք մատուցելու Մինաբի դպրոցի արձակման հետևանքով զոհված 170 աղջիկ աշակերտների իշտակին մեզ խորապես ուզեց եւ մենք երախտապարտ ենք այդ մարդկանց ուշադրության ու բարության համար։ Անհրաժեշտ եմ համարում առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց։ Հայաստանի հետ մենք ունենք փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաեւ մեր անվտանգությունն է։ Մենք լուրջ ենք մոտենում այս հարցին եւ այդ լրջությունը նախկինում էլ ապացուցել ենք։ Հետևաբար մենք բնավ չենք ցանկանում, որ այս պատերազմը թեկուս ամենաչնչին վնասը պատճառի մեր բարեկամ եւ եղբայրական երկիր Հայաստանին։ Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա բարեբախտաբար տնտեսական համագործակցությունը շարունակվում է։ Մեր սահմանը բաց է թե ուղևորների, թե բեռների տեղաշարժի համար։ Տնտեսական հարաբերությունները որևէ լուրջ ազդեցություն չեն կրել եւ շարունակում են իրենց ակտիվ ու դինամիկ ընթացքը։ Մենք կշարունակենք ջանալ, որ երկու կառավարություններն էլ մշտական համակարգման միջոցով պահպանեն այս իրավիճակը։ Հայաստանի կառավարությունը գիտի եւ մենք նախկինում էլ հայտարարել ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Մենք հաստատակամ կերպով պահպանում ենք այս դիրքորոշումը եւ թույլ չենք տա, որ որևէ վտանգ ստեղծվի մեր բարեկամ երկրի Հայաստանի համար։ ارمنستان که دوست ما هست ایجاد بشود. Պարոն դեսպան, դուք Հայաստանում ձեր դիվանագիտական ծառայության հենց սկզբում փորձագետների գնահատմամբ տարբեր վերլուծաբանների խոսքով բավականին կոշտ հայտարարություն արեցիք, հայտարարելով, թե Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Երևանի ամենաբարձր մակարդակով պատասխանը, որ ամեն ինչ կարվի Իրանի մտահոգությունները փարատելու համար։ Հաշվի առնելով քիչ առաջ ձեր ասած խոսքերը, կարող ենք ասել, որ Իրանի մտահոգությունները փարատված են։ صحبتی که در اون Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին ցուցաբերած բարեկամական մոտեցման համար։ Այնուհետև կցանկանայի նշել, որ այն ժամանակ իմ հնչեցրած խոսքերը պայմանավորված էին որոշ ոչ բարեկամական հավաքներով, որոնք անցկացվում էին Իրանի դեսպանության դիմաց։ Դրանք քաղաքական հավաքներ չէին, դրանք կազմակերպված գործողություններ էին դեսպանության աշխատակիցներին վիրավորելու, հայհոյելու եւ նույնիսկ սպառնալու նպատակով։ Այդ մարդկանց մի մասը բնակվում էր այստեղ, մյուս մասը արտաքսվել էր տարբեր երկրներից եւ գտնվում էր այստեղ։ Նրանցից ոմանք նույնիսկ նախկինում խարդախության գործերով վարույթների մեջ են ներգրավված եղել, որոնք ցավոք պատշաճ կերպով քննության չէին ենթարկվել։ Այն ժամանակ իմ եւ իրանցի պաշտոնյաների ասածը հետեւյալն էր. մենք մեր բարեկամ եւ եղբայրական երկրի Հայաստանի իշխանություններից չունեինք այն ակնկալիքը, որ դեսպանության դիմաց ամեն երեկո կրկնվող հավաքներ անցկացվեն, որոնց ընթացքում սպառնան դեսպանության աշխատակիցներին, նույնիսկ սպանության սպառնալիքներ հնչեցնեն, ինչպես նաև կոպիտ վիրավորանքներ ուղղվեն մեր կրոնական հիմնարար սկզբունքների ու մեր բոլոր սրբությունների դեմ, եւ այդ ամենը տեղի ունենա անարգել կերպով։ Նույնիսկ քաղաքական հավաքներն ունեն իրենց օրենքը,
կարգը եւ կանոնները։ Սա մեր բարձրացրած դժգոհությունն էր, իսկ իմ կողմից հնչած նախադասությունը հիմնված էր այն իրողության վրա, որը չպետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, թե Իրանի Իսլամական Հանրապետության տապալմանը ձգտող ուժերը կամ նրանք, ովքեր նսեմացնում են մեր շարիաթի բոլոր սկզբունքները եւ դա անում են չափազանց անպարկեշտ ձևով, կարող են ազատորեն նման գործողություններ իրականացնել մի երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Այս ամենը մի նախաբան ուներ, որն իրական էր։ Իրանում տեղի ունեցած խաղաղ ցույցերը, որոնք կազմակերպել էին Իրանի քաղաքացիները, որոշ արտաքին կազմակերպված խմբերի ներգրավմամբ վերածվեցին բռնի գործողությունների։ Եղան կրակոցներ ոստիկանության ուղղությամբ, կրակոցներ քաղաքացիների ուղղությամբ, այրվեցին հանրային շենքեր, տեղի ունեցան շատ ցնցող իրադարձություններ։ Նրանք փորձում էին Իրանը վերածել Սիրիայի նման մի երկրի, ցանկանում էին խաթարել կայունությունը, տապալել քաղաքական համակարգը եւ մասնատել Իրանը։ Սակայն մեր ժողովրդի գերակշռող մասը ցույց տվեց, որ դրանց խաբեության զոհ չի դառնա։ Նրանք հայտարարեցին, որ չնայած տնտեսական խնդիրների վերաբերյալ արկա բողոքներին, նրանք չեն վաճառի իրենց երկիրը։ Ցավոք, արտերկրում ապրող իրանցիների փոքրաթիվ խումբը դարձավ որոշ կազմակերպված շարժումների խաբեության զոհը եւ նմանօրինակ գործողություններ իրականացրեց որոշ դեսպանությունների դիմաց, այդ թվում այստեղ Երևանում։ Ինչպես արդեն նշեցի, դրանք քաղաքական հավաքներ չէին, այլ իշխանական տապալման կոչեր պարունակող, վիրավորանքներով ու սպառնալիքներով ուղեկցվող գործողություններ։ Հետագայում ես նաև շնորհակալություն հայտնեցի, քանի որ որոշ ժամանակ անց այս իրավիճակը վերահսկողության տակ վերցվեց եւ կարգավորվեց։ Իհարկե, այլ առիթներով նաև հայտարարել եմ, որ մեր փոքրաթիվ այն քաղաքացիները, որոնք կատարեցին այս գործողությունները եւ խաբեության զոհ դարձան, մենք նրանց նույնպես սիրում ենք։ Նրանք հյուպատոսական ծառայություններ են ստանում մեզ մոտ եւ որևէ խնդիր չունենք նրանց հետ։ Մենք հույս ունենք, որ հատկապես այժմ, երբ տեսնում են թշնամու ագրեսիան մեր երկրի տարածքի դեմ, նրանք կհամոզվեն, որ Իրանի հիմնարար արժեքները իրական վտանգի առաջ են կանգնված, կսթափվեն եւ կհասկանան, որ պարոն Թրամփը նրանց օգնել չի կարող։ Պարոն Թրամփը ասում էր, թե ցանկանում է օգնել Իրանի ժողովրդին։ Իրանի ժողովրդին պարոն Թրամփի օգնությունը Մինաբի դպրոցի 170 անմեղ աղջիկների սպանությունն էր։ Պարոն Թրամփի օգնությունը նպատակաուղղված հարձակումներ սպորտային եւ քաղաքացիական վայրերի վրա, որի արդյունքում սպանվեցին քաղաքացիական անձինք։ Հույս ունեմ, որ մեր այդ ընկերները նույնպես կսկսեն գիտակցել իրավիճակի լրջությունը։ امیدوارم این دوستان هم بیدار بشند. Շնորհակալություն պարոն դեսպան եւս մեկ անգամ եւ որքան հնարավոր է թող խաղաղությունը շուտ գա։ Անչափ ուրախ եմ, որ այս հաղորդման շրջանակներում կարողացա զրուցել ձեզ հետ։ Հայաստանի ժողովրդին եւ մեր բարեկամ Հայաստանին լավագույն մաղթանքներ եմ հաղում։ Հեռանկարում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին էր։